Բարև խենթերին, բարև բոլոր քրիստոնյա մեր հայ ազգի խենթերին, մեր սուրբ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Հարգելի եղբայրներ եւ քույրեր, այս քանի օրը այս անտանելի սուտասանը եւ փաստորեն իրական դավաճանն է, հայ ազգի դավաճանը ուզում է ձերբակալել կաթողիկոսին, հետո որ սուրբ ծնունդը, թե նոր տարին արդեն չգիտեմ, բայց այդ օրերը, որ անպայման մայրաթոռում իր նշանակած մի հատ կեղտոտ կենդանի արարողություն կատարի, որտեղ նորմալ մարդը չի կարա կաթողիկոսին ձերբակալելուց հետո գնա մայրաթոռ եւ արարողություն կատարի, եւ մենք պետք է հասկանանք, որ ելի եմ կրկնում, որ այս մարդը մեզ պարակտում է, մեզ նսեմացնում է, փորձում է ամեն դեպքում, չի կարողանա հայ ազգին ոչ մեկ նսեմացնի, չի ստացվելու, ոչ մեկի մոտ չի ստացվելու, բայց այդ փորձերը ինքը կատարելու, անվերջ է կատարելու, ինքը իր այդ մաքսիմալ 10%-ով ընտրողների ինքը գիտի, որ ինքը պարտված մարդ է, ինքը առ ոչինչ է, եւ իր անունը ոչինչ է իրականում, ինքը դա հասկացել է եւ ինքը պատրաստ է տա, նստացնի, սպանի, ամեն ինչ անելու է, մենակ այդ արթորից կարճի, որտեղ փախնելու տեղ էլ չունի ինքը, այնքան հանցագործություն է կատարել, սահմանադրությունը խախտել, օրենքը խախտել է, այս մարդը գնալու ամեն ինչի եւ դրա պատասխանը պետք է լինի մեկը, մենք բոլորս պետք է համախմբենք, պետք է ամեն կերպ, բոլոր ուժերը պետք է համախմբեն, Էլի եմ ասում, միակ համախմբվածությամբ մենք կարանք սրա հախից գանք, որ իրան քաղաքականությունից դուրս շպրտենք եւ պատասխանատվության ենթարկենք։ Սա է մեր ուժը, համախմբել, Ժողովուրդ ջան, պինդ եղեք, լավ եղեք, մի վախեցեք, բոլորս իրար հետ մենք կարողանանք այդ դժոխքից դուրս գալու, այս սրա սարկած այս դժոխքից։ Լավ եղեք, խենթեր։